սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք։ Եվս մեկ շաբաթ անցավ եւ այսօր նորից շաբաթ օր է։ Գնում ենք այս անգամ գնումների, բայց ոչ սննդի։ Գնում ենք մոտիկ քաղաք, առևտրի կենտրոն։ Ուղղակի ուսումնասիրելու, տեսնենք ինչ կհանդիպի, ինչեր կգնենք։ Եվ այսպես, նաև օրը ինչպես կանցկացնենք։ Տանը նստել չի լինում, այսօր շատ տաք եղանակ է, չգիտեմ ես ճիշտ եմ հագնվել, օպ, թե ոչ, միգուցե նաև շոկ լինի, ամեն դեպքում արև է, հաճելի տրամադրություն է, չնայած այս շաբաթը շատ լարված անցավ, լիքը նորություններով, որի մասին կխոսեմ մի քիչ ուշ, կնստեմ, հանգիստ, ձեզ հետ կզրուցեմ և նորությունները ձեզ կասեմ։ Դրա համար էլ շատ ծանրաբեռնված է այս շաբաթ, չի կարողանում ժամանակ գտնել ձեզ միանալու։ Գիտեմ, մի քանիսդ արդեն ինձ գրել եք անձնական, չեմ կորել, պարզապես ժամանակի սղության պատճառով, հիմա եմ ձեզ հետ միանում։ Այնպես որ սիրելիներս, ողջ եւ առողջ եմ։ Եվ գնում եմ խանութներ, դե ինչ, կարծում եմ կհետաքրքրի, չէ՞ բոլորիդ խանութները։ Գնացինք։ Սիրելի հետևորդներ, եկանք հասանք արդեն Ռոնք, մենք բազմիցս ենք այստեղ եղել, բայց ուզում եմ հատուկ մի խանութի մասին խոսել ձեզ հետ, չնայած մյուսներն էլ կմտնենք, ցույց կտամ ինչ խանութներ ենք մտնում։ Քանի որ խոսակցություն գնաց այս վերջերս Ֆրանսիայի իմ հետևորդներից, ասեցին, որ Ֆրանսիայում կարելի է շանելի եւ շատ այդպես բարձր ապրանքանիշեր մատչելի գներով վաճառել։ Հիմա նման խանութում եմ ես, բայց առաջին անգամ չեմ եւ չեմ կարծում, որ շանելի այն լավ ապրանքանիշերը այստեղ էժան կվաճառվեն։ Էժան երևի թե վաճառվում են այն հագուստները, որոնք մոդայից դուրս են եւ կամ էլ չեն վաճառվել։ Ես այդ կարծիքին եմ, դուք ասեք կլրացնեք իմ միտքը, համաձայն եք թե ոչ, եւ այստեղ հենց այս Ստոկոմանի խանութում հենց բարձր բրենդների ապրանքանիշեր են էժան գներով։ Տեսնենք ինչեր կա։ Երբեմն ես այստեղից գնումներ եմ անում, բայց երբեք հագուստներ կամ ինչ որ նման բաներ ես չեմ տեսել հարմար բան, որ ես կարողանամ հագնել թեկուս։ Ինչևէ։ Ահա այս խանութի մասին է խոսքը, Ստոկոմանի։ Դե մաղք դե պխի, այսինքն շատ բարձր լավ մարկեր, մատչելի գներով։ Ես այստեղից շամպուններ եմ երբեմն վերցնում, բայց կարծես թե չկան այդ շամպունները, երևի ուրիշ տեղ դրած կլինեն, տեսնենք ինչ կա, ձևը փոխել են, ինչեր ունեն, առաջ շարժվենք։ Շատ հետաքրքիր գորգիկներ կան տարբեր ձևի, պլյաժի համար, տեսնենք ինչեր կան և երևի թե ընտրություն անենք, նայենք տեսնենք ինչ կա, սա ուրիշ ձևի է, տեսեք տակի մասը ինչ է, կարելի է, չնայած սրանք ավելի լավն են, կարծես թե գույների ընտրություն անենք, տեսնենք որն ենք վերցնում։ Երեխեքի խաղալիքներ, որ երևի թե համեմատաբար մատչելի է։ Հա, էլի։ Այս դույլերը 3-4 եվրո։ Սա էլ բուլինգ խաղալու համար, սրանք էլ հավաքում են, գորգ են ստեղծում հատակի վրա, փափուկ է շատ։ Սիտիկի բներ։ Հա։ Պլյաժի սեզոնի բաներ են լցրել։ Տրապ պլյաժ 7 եվրո։ Ես սիրուն այ, արևային։ Սա էլ աթորա։ Մեծ գրպանով։ Դες սիրունը, հա։ Այս հեն ես, հա։ Շատ սիրուն էր, հարմար էր վերցրու դա։ Գույնը որն ես ընտրել, սպասի ընտրենք։ Որ է սին։
Ահա, այս պալատեկից էլ մենք ունենք, վաղուց ենք գնել։ Հա, այդտեղ գնանք։ Այս էլ պլաստիկի տոպրակներ, մեշոպներ, պահարանի մեջ դնելու այս տիպիներ։ Ikea մենք սանից տեսել ենք, սա 7 եվրոյա, իսկ այս տոպրակներ չգիտեմ այսով ա բերել ստեղ, ուրիշտեղից բերել են, գցել են ստեղ, 70-100-ի վրա, 3 եվրո մի հատը։ Կասկետներից են։ Տեսնենք ինչեր կան այստեղ, տղամարդու բաժնում եմ, պոլո եղել Լողանից, 9 եվրո, մայկաներ։ Ինչ մարկեր կա, ամենայն դեպս Շանել չկա։ Ահա, 20 եվրո ժողովրդյան։ Հա, այս գույներն ա։ Կապշով։ Հələ տեսեք, ինչքան հագուստ կա, էլի, կտորից պատրաստված ամեն ինչ, կոնկրետ հագուստի մասին չեմ ասում, որն էլ չի վաճառվում և այսպես էժանացնում են։ Դրա համար էլ Ֆրանսիայում ընդունված է հին հագուստը գնել, ոչ թե որ գումար չունեն, այլ դրանով կօգնեն բնությանը, կանաչ բնությունը կպահպանեն, էլի, այս էլ ես, գնումներ արած, անցնում եմ մյուս բաժինը, սրանք է շորտեր են, ոնց որ, հա, էլի, Թոմի Հիլֆիգերի շորտերն են, առաջ շարժվենք, տեսնենք մյուս կողմի ինչեր կա։ Սրանք պիժամաներ են, տարբեր համարների, տարբեր ֆիրմաների, դուրս գամ տղամարդու բաժնից, արդեն գամ էստեղ։ Սա էլ կանանց բաժինն է, հələ տեսնենք ինչեր կան։ Համարային շորիկներ, տարբեր գույների, սա էլ շալվար։ Համարներով։ Իմ համարի տակ բան չկար։ Պայուսակներ, այ մոտենամ պայուսակներ նայեմ։ Հարմար պայուսակներ չկային, այստեղ էլ պիջակներ են, շատ սիրուն գույների, բայց դե նայածում համար էլի, երբ հագնես, ոնց հագնես, բնականաբար նայում ես այնպիսի բաներ, որ քեզ հարմար լինի, թվում է թե ամեն ինչ կա, բայց ոչինչ էլ չկա։ Սա էլ վերնաշապիկ է բամբակյա, ետևիններն էլ կարծես մետաքսից լինեն, շատ բարակներ ես այդպես չեմ էլ հավանում ճիշտն ասած, և ինչքան շատ ամառային շորիկներ կան, չէ։ Էլի կանանցի բաժնում եմ և տարբեր ապրանքանիշերի կոշկեղենն է, անցքեր էին լրիվ, նմանատիպ կոշիկներ ես բալենիկայի նմանները մոդա են, սա էլ մանուկյանիններ, էսպիրիտ, պումա, տեսնեք ես կողմն ինչ կա, էլի բոտասներ, չստիկներ, մյուս կողմում էլ, հա, էլի նմանատիպ, բայց շատ ծանր էր, բյուրտոն, անծանոթ էր, սա ճիշտն ասած, այս մյուսը ավելի ծանր էր,
Այստեղ էլ ամառային այսպես չստիկներ, այդպես ասեմ, ծովի էլի, ես սովորաբար նման բաներ չեմ ագնում, միշտ ավելի շատ բոկոցիկներ եմ նախատեսում, չգիտեմ ճաշակին ինքես չկա, բայց ծովի համար շատ հարմար է, ահա, տեսնենք այստեղ ինչ կա, հիշում եք դրանցից առել էի դեն եմ գցել, այս շատ հավանեցի ժեոքսից այս սպորտային կոշիկները, բայց ցավոք իմ համար չկա, իդեպ ինչը ես հավանում եմ իմ համար չկա, նայեցի, ահա այս ժեոքսը, շատ թեթև, լավ գույնի, էլի շրջեմ մի հատ տեսնեմ ստեղ ինչ է, իմ տեսածներ, այո, տեսեք ինչքան լավն է, շատ թեթև է, բայց ցավոք իմ համարը չկար, սիրով սա կգնեի, շատ լավն էր, ահա, ափսոս, շնչող կոշիկներ էին և մատչելի էր, 50 եվրո էր, գանք արդեն խոհանոցի բաժինը, այսպես արագ անցնեմ, տեսնեմ սուր դանակ կա, ես մի անգամ այստեղից դանակ էի գնել, սրանք էլ այն սինիներն են, որ չեն շարժում, չի սահում բաժակը, շատ հարմար սինիներ են, սա էլ մեջ է դնելու այդպես ու պտտելու, համեմունքներ, աղ, ամեն ինչ կա ինչ մտքովդ անցնի, տարբեր ամաններ, առաջ անցնենք, ափսեներ ավելի ճիշտ, թասեր, դանակ պատառաքաղների կոմպլեկտներ, մյուս կողմում էլ արդեն սրանք են, բայց դե պիտի այնպես լինի, որ քո ունեցածի հետ հարմար լինի, ինքան ծանր էր ես ափսեն, գանք այս փայտեղենի բաժինը, և այս գինը նայեցի, ինձ թվաց թե հենց տակին է այդ տախտակը, բայց դրա գինը չէր, եզրի փոքրերի գինն էր դա, այս սրանցն էր, չնայած չափերը վերջում տեսա, որ վերևում նշված էր, բայց առաջին պահին ուշադրություն չես դարձնում, չէ, գներին ես նայում, այսպես սա էլ փայտեղենի բաժինը ժողովուրդ ջան, և այս էլի հետաքրքիր մատուցման տախտակը, շատ մեծ տախտակ է, ամեն ինչ տնես ապերետիվի համար, էլի, այստեղ շատ ընդունված է, հիմնականում ռեստորաններում դրանք են դնում, սա էլ արդեն դանակի հետ է, տեսնենք այս մյուս կողմում ինչ կա, արդեն մոտենում ենք դրամարկղին և այս հատվածը քաղցրասերների բաժինն է, տեսեք ինչեր կան, ամեն ինչ կա, դե քաղցրասերներ, ձեզ համբերություն եմ մաղթում դիտելիս։ Այս խոնավ անձեռոցիկները շատ էժանային այստեղ, չնայած մենք կարիք չունեինք, տեսեք 1 եվրո է, բայց դե որ տանը արդեն ունենք, չվերցրեցինք։ Աղբի տոպրակ վերցնենք, 30 լիտրանոց և առաջ շարժվենք։ Եկանք արդեն են հիմնական կենտրոնը, առևտրի, որտեղ որ միշտ լինում ենք, բայց ասեմ ձեզ, որ ընդեղից առևտուր արեցինք։ Հիմա ես գնամ ձեռքերս լվանալու մի քիչ սնվեցինք և արդեն մտնենք խանութներ, տեսնենք ինչ կա, մեր սիրած խանութը այստեղ կա։ Այս տարածքը 3 անգամ վերանվանվել է, դարձել է ուրիշ խանութ, բայց հիմնականում նույն ապրանքանիշերն են ներկայացում, հիմա էլ Black Store է կոչվում, վերանորոգման աշխատանքներ են անում, այս աջ կողմի նեղ հատվածում է, մի շաբաթ հետո ասեց կտեղափոխվեն մյուս տարածք, այսինքն կմեծացնեն տարածքը, շատ հարմար պիջակ էր, շատ հավանեցի, ես այս խանութից հաճախ եմ օգտվում, զեղչեր ունեմ, էլի, դրա համար նայում եմ, տեսնեմ ինչ-որ բան կհավանեմ, չնայած հավանում եմ, այս վերնաշապիկն է, բայց մի քիչ կարճ էր, պիջակը շատ լավ էր, բայց այն կայսումչիկը շատ հավանեցի, գինը տեսնեմ, ինչ արժե,
եւ արդեն կիմանամ ես կարող եմ օգտվել զեղչից այդ իմ եկած գումարների հաշվին թե ոչ եթե այո այս պիջակը հաստատ կվերցնեմ կոստյում ավելի ճիշտ թե շալվարը թե պիջակը տեսեք ինչ գին է իտալական է բայց ցավոք հարցրեցի աշխատողին նայեց ասեց որ կորցրել եմ արդեն մինչև ապրիլի 27-ը պիտի խանութ գայի տեսնում եք շատ ափսոսացի ասते որ զեղչ չունեմ չեմ էլ գնի կանաչ ինչքան շատ է չէ այստեղ ընդհանրապես այս խանութում միշտ վառ գույներ են լինում բայց կսպասեմ խանութը կմեծացնեն տարբեր ապրանքանիշեր կբերեն ու արդեն կնայենք այս վիլան այդքան էլ թանկ չի ու շատ հարմար է հատկապես կողքի գծավոր շորիկը ավելի լավն էր այսա շատ դուրս եկավ այս վերևը վերնաշապիկի նման օձիք է էլի ավելի ճիշտ ինչքան արժե հա 90 եվրո դե որ զղջեր լինեն արժե շատ հով թեթև շատ լավ կտոր էր հələ տեսեք ժողովուրդ ջան շատ լավ բաներ կային մեկ էլ շատ դուրս եկավ այս մյուս շորիկը փաստորեն կարծես թե կոճակներով նախընտրում եմ հա չգիտեի որ կոճակներով եմ նախընտրում Զուգադի պես միգուցե ահա լրիվ բամբակ լավ բաներ են կտորներ են դե նմանատիպ արդեն շատ բլուզներ կան սա էլ կարճաթև վերնաշապիկ է հələ տեսնեմ քանիս է մի վայրկյան գինը նայենք եւ առաջ շարժվենք 50 եվրո ահա սա էլ այս բաժինն է տեսնեմ սրա կտորի հաստությունը ես շոշափում եմ կտորները ըստ դրա եմ ջոկում այստեղ եւս տամաղիս կա ես տամաղիսից անպակաս առաջ գնանք թե կանացի թե տղամարդու բաժիններ կան սա կանացի հատվածն է տղամարդու բաժինը չեմ գնում Կարենը պատտվեց ասեց հարմար բան չգտա եւ այսպես սիրելիներս առաջ շարժվենք ահա ամբողջ խանութի տարածքը գրեթե նկարեցի այնքան էլ շատ բան չկար սպասենք տեղավորվեն մեծացնեն էլի մի անգամ էլ կգանք միասին նմանատիպ ունեի չկարողացա հագնեմ ահա ծանր է էլի այդ տակի մասը շատ ծանր է սրանք էլ էլի սպորտային կոշիկներ որ ես ցանկություն չունեմ այդքան գնելու որովհետև տակի հատվածները մի տեսակ ծանր են ինձ համար հետո էլ սպորտային չեմ նախընտրում դուրս եկանք այստեղից էնա բեսոնը երևում է գնանք բեսոն տեսնենք բեսոնում ինչ կա բեսոնի մուտքի մոտ պայուսակներն են հիմնականում շատ կային նայում էի բաց կաթնաբեժային այդպես սպիտակոտ պայուսակի չկար կամ շատ սպիտակ էր այսպես կամ էլ ուրիշ բեժից ավելի մուգ էր էլի մուգ բեժ էր որը որ ես չէի ուզում սիրուն շարված է ամեն ինչ տեսնում եք չէ լրիվ բաց ես փնտրում եմ ուրիշ այ նմանատիպ կոշիկներ եմ փնտրում այս տարվա մոդան դա է բայց որը որ հավանում եմ իմ համարով չկա զարմանում եմ 39 համարը փաստորեն պահանջված համար է այստեղ էլ նույնը նայեցի հատկապես այն փայլունն էի ուզում կրունգի չափելի քիչ էր ու հարմար էր բայց ցավոք այստեղ չգտա իմ համարը այստեղ նայենք տեսնենք կա չկա եւ այսպես ահա տեսականին ներկայացված է իդեպ մեկ անգամ եւս հիշեցնեմ որ բեսոնում վաճառում է եվրոպական արտադրության կոշկեղեն ահա երկու հատ էի ընտրել մեկը էլի բաց գույներ այդպես դեղին փայլով կրունգը շատ տափակ էր կարծես մեջքից վրա ընկնեի այս մյուսը դուրս եկավ շատ փափուկ թեթև է մոտեցա դրամարկղին որ վճարեմ այսպես վերջին պահին միտքս փոխեցի ժողովուրդ ջան ահա բեսոնի իմ քարտը սիրելիներս լավ պատտվեցինք իմ ուզած կոշիկներից մենակ բեսոնում տեսա բայց որոշեցի որ ուրիշ խանութներում են նայել եկանք էդի սակել պայուսակների խանութում այս կենտրոնում նաև կոշիկներ են վաճառում չկար
Հետո մտածեցի, որ կարող է քաղաքում էլի այդպես նայեմ կոշիկներ, մի փոքր ձախ կոչի վրա մի փոքր սեղմում էր, դրա համար կասկածեցի, թե չէ շատ թեթև էր, շատ ընտիր էր, միգուցե հետո զղջամ, որ չեմ գնել, բայց դատարկաձեռն հետ եմ գնում, ժողովուրդ ջան, այդքան է շատ բաներ չկար, բայց շատ խանութներ մտանք, կոշիկի ուրիշ խանութեր կար, այդտեղ էլ մտանք, մի խոսքով եղանակը շատ հաճելի է, տաք, լավ եղանակ է, մի քիչ մարդիկ քիչ են, որովհետև դե 8-9 շատերին արձակուրդ են վերցրել, այստեղ 8-ն էր մենակ ազատոր և արդեն դեռ հետ չի եկել արձակուրդից 8-9 10-11 նոր երևի վաղը կգան, մի խոսքով գնամ մեքենա նստեմ, գնանք ու արդեն կհանդիպեմ տանը ձեզ հետ կզրուցենք, տեղին զրուցելու ենք, իմ սովորության համաձայն, որ մի բան տեսնում եմ, հետո չեմ վերցնում, անցում ամի որոշ ժամանակ, մտածելով, որ ավելի լավը կգտնեմ ու այդպես չեմ գտնում, հիմա տեսա, որ չկա, հետ եկա, քանի որ առաջիկա օրերին շատ շոկ է լինելու մեզ մոտ, այնպիսի շոկ չի, որ շատ այդպես բոկոտիկներ ունեմ մատերը բաց, գերադասեցի մատերը փակ, այդպիսի բոկոտիկներ կհակնեմ այս շոկերին և արդեն այդպես լավ կլինի, եսից լավ կզգամ, հիմա գնամ գազետոնյա մի հատ թափանցիկ բարակ նասկիներ ես է վերցնեմ, որ ամեն դեպքում կարողա նաև այդպես էլ հակնեմ, ոչ ոբիկ, վերջ, նասկիներ ես էլ վերցրեցի սև թափանցիկ, դրանցից էլի էի գնել, շատ լավ որակ են, չի էլ ծակվում բուդմատի տեղը, մի խոսքով գնամ նստեմ, տանը ձեզ ցույց կտամ մանրամասն սիրելիներս, դե այս պահի համար հաստատ այսքանը կհանդիպենք, նայելով եմ գալիս հանկարծ անուշադիր չլնեմ, ողջույն տանն եմ ժողովուրդ ջան արդեն վերջապես տուն հասանք, ուրեմն տուն մտնելուց անմիջապես հետո տեսեք ինչ համեղ աղցան պատրաստեցի, ամենադիետիկ աղցանը լոբի էի եփել, ձիթապտղի յուղ ավելացրեցի, ահա սրանից և կանաչի, սող բան ոչ մի բան պետք չի, սպիտակուցներ են նիհարելու համար։ Ինչու եմ նորից խիստ ռեժիմի անցել, հիմա ձեզ կբացատրեմ, կասեմ, կպատմեմ այս մի շաբաթվա նորությունները, բայց մինչ այդ ձեզ ցույց տամ մեր գնումները։ Չգիտեմ, այս լվացքի հեղուկը որակը լավն է, վատն է, ինչ է, բայց ձեռնտու գին էր և 4 լիտր էր, սովորաբար ինչ որ գնում ենք 1 լիտրոկես կամ մինչև 2 լիտր, ուրեմն լվացքի փոշի են գնել, այս սպորտի համար լավ վերև ինձ համար, ուրեմն վերցրեցինք ծովում, երբ որ ավազի վերապարքենք, այս գույնը և այս տեսակը վերցրեցինք, մի վայրկյան, ահա, խանութում ցույց տվեցի ձեզ, տեսնենք ինչքան կդիմանա, նմանատիպ շատ ենք ունեցել, շուտ շարքից դուրս են եկել և հարմար է ծով գնալիս, արդեն այդպես կարող է ստանել, չնայած ծովի լավ մեծ հավեսով պայուսակ ունեմ, այս պեչենիներ և կեքսիկներ բաղոնցին, մի ժամանակ իմ ամենասիրելի շոկոլադներ, դե հիմա ես քաղցր չեմ ուտում, բայց կարելի է մեկը փորձել, տեսնեմ նույն համն է, թե ոչ, տրիվադնում, շամպուն, գել դուշ և աղբի տոպրակ, ատամների խոզանակ և 2 տոպրակ, այն տոպրակներից է, որոնք օդը քաշում են և դնում են, սրանով պիտի տեղավորեմ նորից պահարանի վերևում, որովհետև շատ բան է էլի կուտակվել, մեկ է այսքան, որ ազատվում եմ, յանի վաճառում եմ այդ վինտեդով, բայց էլի շատ բաներ կա և այս հետաքրքիր ու շատ լավ ֆիրմայի պիժաման, տղամարդու կողմ դնեմ և ձեզ ցույց տամ մյուսները, Ստոկոմանից գնումներն էր, վերջապես 4 շամպուն եմ գնել, սա նորմալ խանութից եմ գնել և արդեն մեկ անգամ փորձել եմ կեղտոտ մազերի արմատներին 30 սանտիմետր հեռավորության վրա փչում է սպրեյը,
հետո ձեռքերով տրորում ես ու կարող ես անել, շատ փարթամացնում է, շատ զարմանացա, բայց այդպես էր։ Մազերից ներկը, դուք արդեն գիտեք, որն եմ ես օգտագործում, եւ սրանց պատմությունը մի քիչ հետո կանեմ, ինչի մասին էլ որ ուզում եմ զրուցել, այս մեկ շաբաթվա մեջ թե ուր եմ գնացել, ինչ եմ արել, եւ կոշիկները Կոշիկները, ուզում էի, որ այսպիսի կոշիկ ունենամ։ Ես ընդհանրապես միշտ սիրել եմ, ինչպես ասում են, քիթը փակ, միշտ եմ սիրել, բայց չգիտես ինչի մոդա չէր ու այսքան շատ տարածված չէր։ Հիմա մոդա է նմանատիպ կոշիկները, հենց այստեղից էլ, արդեն երևում է, չէ։ Եվ մտա Գազեդոնիայից այս սև շատ թափանցիկ է, ես սրանից էլի էի գնել, շատ թափանցիկ է, տաքուտ է, չգիտեմ, լավն է, որ խորհուրդ կտամ դուք էլ գնեք, հենց այս սեզոնի հարմար է, եւ կոշիկները, որ քիթը փակ է լինում, չէ, նոբոգոցիները, ավելի հարմար է լինում շորերի հետ, հատկապես շրջազգեստների հետ եւ կիսաշրջազգեստների հետ։ Մի խոսքով սրանք էլ այս գնումները, հազիվ տեղավորվեցի։ Հիմա ձեզ պատմեմ, թե այս շաբաթ ինչով էի զբաղված։ Երկուշաբթին լյարդի ստուգման հերթական օրն էր։ Գնացել եմ ֆիբրոսկոպի են արել, ստուգել են, դե անալիզներ էին նախորդվել, անալիզները վատ չէին, լավ էին համեմատաբար, բայց ֆիբրոսկոպին լավ ցույց չտվեց, այսինքն ճարպակալումը շատացել էր լյարդից, սկզբում եւ վախեցա, բայց հետո ասենք ավելի հանգիստ տարա, որովհետեւ այստեղ մի քիչ իրանք ավելի շատ են էլի ճոխացնում, անհանգստությունը, որ ուրիշ ձևով է, ամեն դեպքում ասեց ես ժողով կանեմ եւ կորոշենք, միգուցե 6 ամիսը մեկ են քեզ կանչում ստուգման։ Հիմա խիստ ռեժիմի եմ անցել, արդեն քանի օր է եւ դեղատնից 3 օր խմել եմ երեկոյան այս ամպուլներից, որոնք նախատեսված են հենց լյարդի ակտիվ աշխատանքի համար։ Շատերը գիտեն, ես չգիտեի, այսպիսի ամպուլներ են, ոնց որ D վիտամինն ենք խմում, Ֆրանսիայի ժողովուրդ դուք կիմանաք, այդպես է սա, բայց երեկոյան քնելուց առաջ է պետք խմել, մի փոքր ջրով բացում եմ եւ խմում եմ, սնունդն էլ արդեն յուղ կարակ ընդհանրապես չեմ ուտում, քանի օր է միայն ձիթապտղի յուղ, եւ հացն էլ փոխեցի, Ժորժան հացն էլ փոխեցի, ամբողջահատիկ այդպես ցորենով հաց եմ ուտում, որը էլի շատ կարեւոր է, դե սպիտակ հացը հատկապես բագետները այստեղի գիրացում են, չնայած ես գեշ չեմ հիմա, նայ, բայց երևի թե ճարպակալումը լինում է, էլի բժիշկը ինձ ասում է, որ դու նիհար ես, ասեցի դեղ չկա, ասում չէ, դեղ չկա, դու սննդով կարգավորի, դե սննդով կարգավորում եմ, սա էլ գնեցի, ահա այդ ասածս ամպուլան, ինչ տեսք ունի, սա էլ ես ընտրեցի կլասիկը, հոտերով կային տարբեր, բայց այդպես չընտրեցի։ Խոսքով տրամադրությունս ընկավ, մի քիչ հա, էլի, վատ զգացի, որ այսքան ուշադիր եմ, այդքան սննդի նկատմամբ, հա, ասենք թե 1-2 անգամ այս ընթացքում ենե քիչ էսպես գարեջուր եմ խմել կամ ինչ-որ մի բան։ Քաղցրը այդքան չեմ ուտում, ես չպատմեմ, ամեն ինչը կարգավորված, բայց փաստացի լյարդը կարա ճարպոտի։ Չնայած միտեղ նյութ էի կարդացել, որ պարտադիր չի մարդիկ գեր լինեն, որ ճարպոտվի, մետաբոլիզմը։ Այդպես, այդ օրը այդպես անցավ, հաջորդ օրն էլ, այն մյուս օրը, հա, ուղարկեցինք արդեն ստամոքսը ստուգելու, գնացի զոնդ եմ գուլ տվել, հերոսաբար, առանց նարկոզի, շատ ջերմ, շատ լավն են մեր մոտի բժիշկները, իրանց վերաբերմունքով, բժշկուհին եկավ, ինձ այդտեղից տարավ, շատ ջերմ բուժքույրը, մի խոսքով, շատ սիրալի, լավ, այդպես, արեցինք, ստամոքսս լավ էր, ասեց, վատ չի, ուղղակի պանտոպրազոլ մի ամիս ասեց կխմես եւ արդեն իրանք անալիզ կանեն, բակտերիաներ ես ունեմ, թե չունեմ, դրա պատասխանել փոստով կուղարկել։ Նաեւ այս շաբաթվա մեջ շատ տրամադրությունը սկսեց ու այդպես չէ, երբ
ցանկանում նույնիսկ խոսել այդ փոքրիկ Տիգրանի անհայտանալը, որ ամբողջ համացանցը լցված է, բոլորը խոսում են այդ մասին, ինչ եղավ, չգիտեմ, իմ կարծիքը հենց առաջին պահից, որ իմացել եմ, մտածել եմ, որ գոհացել են, չգիտեմ ինչու։ Այստեղ էլ է շատ լինում, աշխարհում շատ են լինում, հատկապես Աստվածչանի գոհանում են հենց օրգանների վաճառքով են զբաղվում, կամպանիաներ կան, երեխաներ են վաճառում, մի խոսքով շատ բաներ կան, այդպես մտածեցի, գետը ընկնելը, որ այդքան հեռու էր, չէի կարծում, որ հատկապես իրենց տունը ցույց են տալիս եւ որտեղ է գտնվում հայրը, ընդամենը այդտեղից գնացել է իրենց տուն, իրենց սովոր ճանապարհներ, սովոր գյուղացիները, բայց այդ հատվածում այդքան էլ բանուկ չէր, մեքենաներ այդքան շատ կարծես թե չկային եւ տների ոնց որ մուտքը ուրիշ կողմից էր, մյուս վագն էլ ընկած լինի, չնայած որ ընկած լիներ քույրը կասեր, մի խոսքով այսպիսի առեղծվածային պայմաններում անհայտացել է այդ փոքրիկը, եթե հիշում եք անցած տարի հենց այդ ժամանակ ես այստեղ Ֆրանսիայում էլ 2.5 տարեկան մի երեխա անհայտացավ, միջև օրս տարբեր վարկածներ, տարբեր բաներ են ասում, բայց հələ կոնկրետ հիմնական փաստ ու հաստատ, որ այդպես է եղել, չունի դատախազությունը։ Մայիսի 8-ն էլ տոնական օր էր, այդպես հանգիստ, այստեղ նշվում է ոչ աշխատանքային օր է, հենց նշում են կապիտուլյացիայի օրը, Գերմանիան եւ կապիտուլյացիայի թարգվեց մայիսի 8-ն էր եւ բնականաբար մայիսի 8-ն է նշում, շքերթ հատուկ չեն անում, այլ ծաղկեպսակն են դրում, ինչպես որ սովետում էր ընդունված հիմա Ռուսաստանում, այդպես շքեղ պարատ չի արվում, տա Աստված, որ երբեք պատերազմ չլինի։ Եվ այս շաբաթվա իրադարձություններից մեկն էլ, որ Հռոմի պապ ընտրվեց, Լեո 14-րդը, ով ազգությամբ ֆրանսիացի է, բայց ծնվել է, ապրել է Ամերիկայում եւ Պերուում է աշխատանքներ տարել, լավ կրթություն ունի, կրթություն ստացած, մի խոսքով համեմատաբար երիտասարդ է, 69 տարեկան, հուսանք իր մուտքով պատերազմները կդադարի եւ ինքը նորմալ գործունեություն կտարածի, հուսանք նաև, որ դադար կտրվի ներկա գործող պատերազմներին։ Շատ հետաքրքիր հեռուստատեսության նախագիծը կա, նորից են անում, երկու աստեղ, շատ լավներ, առաջին երկու թողարկումները նայել եմ, մյուսն էլ այսօր է երեկոյան, հուսով եմ էլի կնայեմ, որովհետև շատ հետաքրքիր էր։ Կեցցեն մեր հայերը, շատ լավ, այդպես երգում էին։ Մի խոսքով սիրելիներս, տեսեք, մի շաբաթը անցավ, այսպես խառը, բուրըն, օրերով ժամանակը չէր բավականացում, եղանակը լավն էր, մաքրություն, լվացքներ, այսպես սիրելիներս։ Եվ այսօրվա տեսանյութը ուզում եմ ավարտել ձեր ջերմ խոսքեր մաղթելով, թող բոլորի տներում առողջություն, խաղաղություն լինի, կապույտ երկինք լինի, որևէ տեղ պատերազմ չլինի, ճիշտ է երազում ենք, ասում ենք, բայց լսող չկա։ Ցանկանում եմ բոլորիդ մեծ համբերություն սիրելի հետևորդներ, եթե այնինչ երազել եք, այնինչ որոշել եք անել, այսօր չի ստացվել, մի հուսահատվեք, դա կստացվի վաղը կամ մյուս օրը, այնպես որ ամեն ինչ անցողիկ է, կյանքն էլ է անցողիկ, ավաղ, պետք է օգտվենք այս ակնթարթներից, պետք է կարողանանք որքան հնարավոր է վայելենք այս չքնաղ կյանքը, երբ արև է լինում, կանաչ է լինում, գարուն է լինում, ամառ է լինում, մի տեսակ ավելի պոետիկ եմ ես դառնում, հուզվում եմ, որ այս լավ գեղեցիկ աշխարհը մարդիկ լքում են ցավոք։ Դա տխուր թեմա է, փիլիսոփայությունը թողնենք հետոյի, բայց այս պահի համար պաչիկներս եմ ուղղում ձեզ, ինչ էլ որ մոռացա, ինչ էլ որ չհիշեցի ձեզ ասելու, հաջորդ տեսանյութում կլինի։ Այս պահի համար այսքանը սիրելիներս, մնաք բարով, կհանդիպենք, ինչպես միշտ, հասցեն անփոփոխ է, YouTube եւ իմ ալիք եք մտնում France Vit Asia Vlog եւ փոխվում է ձեր տրամադրությունը եւ դուք իմանում եք շատ նորություններ։
այս պահին այսքանը։